Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի Հելտանքը լինի Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների Բարև ձեզ։ Բարև, հարգանքներս։ Ինչ ա եղել։ Աննա ջան, այսօր դասարանով սև ու կարմիր էինք խաղում։ Ես հաղթեցի ու դարձա մեղավոր։ Ինձ մեղադրեցին, քարկոծեցին ու մարդ եղավ նույնիսկ վիշապ անվանեց։ Էդ ես էի։ Դու ով ես։ Բա դու ընկեր ես։ Մենք երկուսով էինք խաղում, բայց դու ինձ ամենաշատը քարկոծեցիր։ Որովհետև չի կարելի գիշերը թաքուն նայել, հետո առավոտյան ասելու համարել, որ հաղթել ես։ Ինչի։ Ոնց ինչի։ Արմեն, կանոնները ստեղծված են հավասարության համար։ Ըստ կանոնների սևերին թույլ է տրվում անայել, կարմիրներին ոչ։ Որտեղ է հավասարությունը։ Ես մի բան գիտեմ։ Դեպի հաղթանակ տանող բոլոր ճանապարհներն էլ արդար են։ Կհիշացնես ինչի համար ենք մենք քո հետ շփվում։ Որ ձեր շրջապատում գոնե մի հոգի նորմալ մարդ լինի։ Հա, Շահան է։ Լավ, հիմա բոլորին հավաքեմ ու գամ։ Պապիկը մեր հետ լուրջ խոսալու բան ունի։ Ահա, դե պապիկից էլ կհարցնենք, թե ով է մեզանից ճիշտ։ Այո, անպայման կհարցնես։ Ես վստահ եմ, որ պապիկը այդ խաղը շատ է սիրում ու գիտի ճիշտ կակալու ձևը։ Քեզ դուր է գալիս ես եղանակը։ Օրինակ ես ցուրտ եղանակ չեմ սիրում։ Շոքը լավ է։ Միած սարամպելիք խմեցին կամ մոտակայքում օթորակիջ եղավ, էլ վերջ շոկ չի։ Երբ ցուրտ է լինում, մի շաբաթ տանջվում ես։ Դրա համար ես քվեարկում եմ մեր արևի օգտին։ Մի բան էլ դու ասա։ Օրինակ լավ է։ Օրինակ դուք մոռացել եք Արամարքայի ու Լավաշի պատմությունը։ Պայման կար, որ պետք է Արամարքան սոված մնա։ Խորամանկեց, կերավ Լավաշ ու հաղթեց։ Վատեր։ Հիմա կասեք, չէ դա կյանքի ու մահու հարց է։ Այդ խաղում էլ ասում են բարձրացրեք զենքերը եւ կրակեք, բայց կյանքի ու մահու հարց չի, ինչ է։ Դու արագացենց էլ հիշի, այն 4 եղբայրներին, որ առանց գոտին կապելու իրար չբարևելու պայմանը խախտեցին եւ դարձան սարեր։ Դա սովորույթ է, պայման չի, դրանք տարբեր բաներ են։ Ինչի դու սովորույթներ պահում ես։ Չէ, բայց ինչպես տեսնում ես, ես դեռևս սարս չեմ։ Մարդ եմ։ Մարդ եմ։ Ժողովուրդ, չեք պատկերացնի Մարիան ինչ հետաքրքիր զրուցակից է։ Այո, Դավիթ ջան, ճիշտ ես, մենք չենք պատկերացնում։ Դուք էլ եք ճիշտ, որտեղ ես էլ չեմ պատկերացնում, բայց ես Մարիային այնքան հետաքրքիր պատմություններ եմ պատմել, չէ՞ Մարիա։ Չէ։ Պիտի վիշապներից խոսեիր, որ պատասխաներ։ Ճիշտ է, ոնց մտքովս չանցավ։ Ոչինչ, թողմանա մյուս անգամ։ Մտքովդ անցնելու համար պետքա միտք ունենաս, իսկ միտք ունենալու համար պետք է շփվել պապիկի պես կելացի մարդկանց հետ։ Բարև Շահանեք Հուլիկ ջան, մենք եկել ենք պապիկի մոտ։ Ինքն է մեզ կանչել։ Մեզ հետ լուրջ քննարկելու հարցեր ունի։ Բարև ձեզ։ Երեխաներ, Շահանեք Հուլիկ ջան, պապիկը որտեղ է։
Պապիկը տանը չի։ Խնդրեց ձեզ փոխանցեմ, որ գնաք ու գտնեք արևը։ Այսինքն արևը։ Չգիտեմ, այդպես ասաց։ Լավ։ Իսկ ինչ որ հանելուկ, ռեկվիզիտ, գիրք։ Չգիտեմ։ Այդքանն ասաց, գտեք արևը։ Ու ընդհանրապես ինձ մի խանգարեք, ես քննություն եմ պարապում։ Շանեք, Հույրիկ ջան, եկեք դուրս, ես գտա արևը։ Եկեք։ Եկեք։ Հենա գտա։ Ձեզ լավ փնտրտուքներ։ Լավ։ Ինձ թվում է Շահանեն պապիկին էլ է հանել տնից, որ չխանգարի։ Ես չեմ հասկանում, այդ ինչ քննության է պատրաստվում, որ տենց մեկուսացել է։ Ինչ կապ ունի ինչ քննություն է, գոր քննությունը մնում է քննություն։ Իսկ արևը ձեզ չի հետաքրքրում։ Արևը լավ բան է։ Ու վերջ։ Ես բարկանում եմ։ Խարկի ուժից չունես, չէ՞ որ կատաղես ճնշումդ բարձրանա, դառնաս տորքան գեղը։ Ես լուրջ բան եմ ասում, դու հումորի ես տալիս։ Ինչ հայերել Գորջան, բացիր սրտի դարպասները։ Ես այս ամեն ինչին մասնակցել եմ, որովհետև անհանգստացել եմ պապիկի համար։ Հիմա ես ինչի պիտի առասպելներ ուսումնասիրեմ, եթե կարամ չուսումնասիրեմ։ Նույն տրամաբանությանը հղում անելով հարց տամ։ Ինչու չուսումնասիրել, եթե կարելի է ուսումնասիրել։ Երկուսդ էլ ճիշտ եք։ Արմեն, ես համաձայն եմ քո հետ։ Եկեք շարունակենք առասպելները ուսումնասիրել, բայց այլևս չանհանգստացնենք ոչ պապիկին, ոչ էլ Շահանեին։ Հետո Ես գնում եմ տուն։ Եթե օգնության կարիք լինի կամ ձեզանից ինչ որ մեկը կորի, կանչեք։ Կոր սպասի։ Պապիկին վտանգ չի սպառնում։ Մենք կարող ենք ինքնակրթությամբ ինքնուրույն զբաղվել։ Դավիթ, Ես սիրում եմ շարժի մեջ լինել։ Եթե ինչ որ մի բան կանելու, ասա անենք։ Մարիա, Շարժ լինի կանչի։ այ քեզ բան։ Արևը գեղեցիկ պատանի է։ Նա իր մոր հետ բնակվում է հեռու, աշխարհի ծայրին, կապույտ մարմարից շինված շքեղ պալատում։ Պալատը գտնվում է 12 բակի մեջտեղը։ Յուրաքանչյուր բակ 4 կողմից կամարակապ է, կենտրոնում ավազան, ցայտող շատրվանով։ Այնտեղ ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ կենդանի, ոչ թռչուն, ոչ էլ որևէ արարած։ Արեգակ, նաև արև, լատիներեն սոլ։ Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։ Մի աղջիկ երեկոյան արևը մայր մտնելուց հետո տունն է ավլում եւ աղբը դուրս է թափում։ Այդ մեղքը գործելու համար նա պատժվում է ցերեկը արևի մոտ սևերես է լինում, մնում է մեռած, գիշերը կենթանանում։ Աղջկա հայրը հագնում է երկաթե տրեխներ, ձեռն է առնում երկաթե գավազան, ճանապարհ է ընկնում արևի մոտ։ Նա գնում է արևից խնդրելու նրա երեսը լցված ջրից, որ բերի շախտը աղջկա վրա եւ բուժի նրան, բայց մինչ օրս էլ աղջկա հայրը թափառում է աշխարհով մեկ եւ չի կարողանում գտնել արևի տունը։ Ըստ սպեկտրալ դասակարգման արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին, դեղին թզուկ։ Ասա միակ հավատարիմ ընկեր։ Պարոն Արմեն, ինձ թվում է, որ արևը ինձ պատժում է, որ ես իրանով չեմ հետաքրքրվում։ Դու էլ հետաքրքրվի, համել կիմանաս, որ արևին ահա որ մեկ է դու իրանով հետաքրքրվում ես, թե չէ։ Դե լուրջ բան եմ ասում։ Լուրջ ես ասում, որ արևը քեզ պատժում է։ Հա, նայեցի իրեն գլորվեցին, գլուխը սխփեցի ծառերին։ Այդ գլուխը դա քեզ պատժել, որ ոչ մի բանով չես հետաքրքրվում։ Դե ուզում եմ հետաքրքրվեմ, չես օգնում։ Որտե՞ղ ես։ Ինձ համար ես պատրաստը։ Հա, Շնորհակալ եմ։ խնդրեմ։ Բա ինչի է արևի տեսքով։ Դե արևի սիմվոլիկան է ուսումնասիրում, տեսել եմ, թե ոնց են հայերը ժայռապատկերներում տենց պատկերել արևը, դե սիրուն նշաներ, որոշեցի նման մի բան անել։ Ապրես գոր որ հետաքրքրվում ես։ Աբա ինչ Աննա ջան։
Հաբա ինչ։ Առողջություն։ Ես Արեգակի մասին գիտեի, բայց հիմա թարմացրել եմ տեղեկությունս ու գիտեմ ամեն ինչ։ Օրինակ գրեթե 5-ից 7 միլիարդ տարի հետո Արեգակը դեղին թզուկից վերածվելու է կարմիր հսկայի։ Արմեն ջան, ինչ ես խոսում։ Հա, լուրջ եմ ասում։ Ես գիտեմ Արեգակի մասին այն տեղեկությունը, ինչը հասանելի է ողջ գիտությանը։ Չափազանցնում ես։ Չափազանցնում եմ։ Բայց շատ բան գիտես։ Հա, ու պապիկի հետ քննարկելու եմ, տեսնեմ ճիշտ ուղու վրա եմ փնտրում, թե ոչ։ Բայց ես չեմ ուսումնասիրել։ Հիմա գնալու ենք պապիկի մոտ, նկատողություն անի, հետո տխրեմ, գնամ տուն, քունս չտանի։ Հաջորդ օրը քնած մնամ, մաման էլ չխայնանա։ Բայց դա պետք է։ Այդ քեզ լինի դաս, որ մյուս անգամ սովորես։ Լավ, արի ճանապարհին կպատմեմ, մի կերպ տակից դուրս կգանք։ Երկնային լույսի եւ Արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը, Արամազդի մյուս որդին, Անահիտի եւ Նանեի եղբայրը։ Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են Սասնա ծռեր հերոսավեպում, հանձին մեծ եւ փոքր մհերի անունների եւ վեպերի։ Արեգակը գտնվում է Ծիր Կաթինից 26000 լուսային տարի հեռավորության վրա եւ պտտվում է նրա շուրջ 225-ից 250 միլիոն տարում։ Պարոն Արմեն ջան, խնդրում խեղճա ինձ, ես ավելի լավ պապիկի նկատողությունից չքնեմ, քան քո թվաբանությունից։ Ես հազիվ պոտենցիալ էի նկատել, Դավիթ, ափսոս։ Քո արած նկատողությունը չի անցնում։ Ես էլ պապիկին կասեմ ինքը կանի։ Տղաներ, հո լուրջ բան չի եղել։ Չէ, Շահանե ջան, ես ընդամենը Բա որ լուրջ բան չի եղել։ Ինչու եք ինձ խանգարում։ Ասացի չէ, որ քննություն պետք է պարապեմ։ լինեմ կարճ ու բովանդակալից։ Մոտենամ հերվից, չխայթեմ նորից։ Պապիկը որտեղ է։ Պապիկը գնացել է արևին փնտրելու։ Այ հիմա գիշերը դու չես քնի։ Մտքովս մի բան անցավ, երեկ առասպել էի կարդում գրած էր, բայց մինչ օրս էլ աղջկա հայրը թափառում է աշխարհով մեկ եւ չի կարողանում գտնել արևի բնակարանը։ Տխուր է։ Արմենն ու Դավիթն էլ են որոշել փնտրել արևին։ Հետո։ Նրանք կարող են մի ամբողջ հավերժություն փնտրեն։ Դե լավ, մի չափազանցրա։ Պապիկը մեզ այդպեսի վտանգավոր առաջադրանք չէր տա։ Ով գիտի։ Շահանեն մեզ մի անգամ էլ տեսնի ուղարկելու ուղիղ պայծառ Արեգակ։ Բայց մենք Շահանեին չենք կանգարում։ Դե բա էլ ինչի եք ստեղ մնացել։ Արի գնանք։ Իմ շարժուն ընկեր, որ շարժվելուց առաջ մտածես, այդպես ավելի արդյունավետ կստացվի։ Ալո, Արմեն որտեղ ես։ Օ, այս ինչ դավաճան ծանոթ ձայն է։ Դրա ժամանակը չի, եթե դուք պապիկին եք փնտրում, ուրեմն ձեզ վտանգ է սպառնում։ Կարծում ես։ Ես չէ, Աննան հա, հանդիպել է պետք մի խոսքով։ Այսօր մեզ չես կերակրելու։ Եթե ամեն ինչ լավ ավարտվի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք ինձ սպառնում եք։ Արմեն, պետք չի փնտրել արևին։ Աննա ջան, ես արևը գտել եմ ու ցանկանում եմ պապիկին էլ ասել արևի տեղ։ Շահանեն ասեց պապիկը գնացել է արևը փնտրելու, բայց պապիկի մոտեցումները իմանալով հաստատ ճիշտ տեղում չի փնտրում։ Դե եկեք պապիկին փնտրենք։ Ձեզ էլ առիթ է պետք, որ պապիկին փնտրեք։ Լավ, եկեք հասկանանք որտեղ է պապիկը։ Արմեն, այս անգամ ինձ պետքա վստահես։ Պապիկին պետքա փնտրել արևի առասպելական կողմում, ոչ թե գիտական։ Դուք պարուրված եք ինքնախաբեությամբ։ Պարոն Արմեն, նրանք մեր ընկերներն են, նրանք էլ պետք է իմանան ճշմարտությունը։ Ուրեմն արևը ինձ պատժել է, դրա համար ես ավելի շատ եմ հավատում արևի առասպելական կողմին, քան Արմենի թվաբանական։ Չէ, Դավիթ, մենք չենք ասում, որ արևը մոր հետ ապրող պատանի կամ թռչուն էր։ Մենք ասում ենք, որ պետքա դա ուսումնասիրել։ Բայց ինչ է եղել, որ ասում ես պատժել է։ Գլորվեցի, ընկա, գլուխս խփեցի ծառերին։ Բայց արևն ինչ կապ ունի, եթե ոտքերի տակ չես նայում։
Նեղացրեցիք։ Ոչինչ, հեսա գերուխը մի տեղ կխփի հետ կգա։ Հա ինչ։ Արևը միշտ եղել է ու կմնա ուշադրության կենտրոնում։ Երբ մարդկանց համար բնական երևույթները պաշտամունքի առարկաներ էին, արևն այդ բոլորի գլխավորն էր։ Կարծես այն ժամանակ մարդիկ հասկանում էին, որ արևն իրոք մեր կյանքի ամենակարևոր աղբյուրն է եւ որ աշխարհը արևից է կախված։ Աննա ջան, ինձ որպես հետախուզող չեն բավականացնում գառնի գնալու պատճառները։ Դու մի հրաստո մասին լսել ես։ Այ Աննա ջան, ես ում մասին չեմ լսել։ Դե եթե լսել ես, ուրեմն պետք է հասկանաս ինչ են գնում գառնի։ Դե, այդքան էլ լավ չեմ լսել, պատմի։ Դե նայ, Միհրի գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագարիչ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Գտա՞ք արևը։ Այսինքն, Ես սպասում էի ձեզ։ Ինչի։ Պապիկ, արևին գտնել չես կարող, իզուր է։ Արմեն, հիմա դու հասկանում ես, թե ինչու եմ քեզ այստեղ կանչել։ ոնց, դուք ինձ կանչել եք։ Դու լույսի, ճշմարտության, ընկերության, պայմանագրի պահապան Աստծո տաճարի մոտ ես։ Հա, գիտեմ, ես տեղ էլի եմ եկել։ Ես գիտեմ, որ դու լրտեսական սարք ես դրել իմ գրպանում։ Հետևել ես հեռադիտակով, փորփրել ես իմ շահանեի իրերը։ Հա, արել եմ։ Դու խախտել ես բոլոր կանոններն ու պայմանները։ Պապի ջան, բայց ինչ արել եմ, ձեր համար եմ արել, չէ։ Դու ինչ արել ես, դա շահանեի խնդրանքով է, իսկ իմ թվարկածները դու քեզ համար ես արել։ Այն ինչ եք եկել այստեղ։ Ինձ վտանգ չի սպառնում։ Դուք ձեր հետաքրքրության զոհն եք։ Արմեն, դու էլ քո հետաքրքրության պատճառով քիթդ խոթում ես այնտեղ, որտեղ որ չի կարելի։ Ընկերներ, բայց ասեք, որ ես լավ ու ազնիվ մարդ եմ։ Դրա համար սև ու կարմիր խաղալու ժամանակ գիշերները նայում ես։ Դրա համար մեզ վերևից ես նայում, դրա համար մեզ չես լսում։ Բայց լսել եմ, չէ որ եկել եմ։ Գնա, հա։ Աչքիս չերևաս։ Արմեն, ողջույն։ Ես քննությունս հանձնեցի ու գերազանց ստացա։ Կարող ես ինձ շնորհավորել։ Բան մյուսներն ուր են։ Շահանե քույրիկ, կներես։ Մենք երևի էլ կյանքում չենք հանդիպի։ Քո թխվածքները շատ համով էին։ Արմեն, ինչ է պատահել։ Արմեն։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տևում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։